Հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի օրենսդիր մարմին վերադարձնելը զուտ տեխնիկական ընթացակարգային քայլ է։ Ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի, այն չպետք է ընկալվի որպես արձանագրությունները պաշտոնական Անկարայի կողմից վերակենդանացնելու պատրաստակամություն։ Օրենքի նախագծեր կան, որոնք խորհրդարանից խորհրդարան փոխանցվել են տասնամյակներով։ Այս պահին որևէ նախադրյալ չկա, որ հայ-թուրքական հարաբերություններում կլինի առաջընթաց։ Փորձագետի գնահատմամբ Անկարան իր քաղաքական քարտադարանում դեռ երկար ժամանակ կպայի Ցուրիխյան արձանագրությունները, փորձելով դրանցից կորզել առավելագույնը թե Հայաստանի, թե տարածաշրջանում իր այլ հարևանների հետ հարաբերություններում։ Պատահական չէ, որ նախորդ շաբաթ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը բաց տեքստով պահանջել էր Բաքվի իշխանություններից սառեցնել Իսրայելի հետ գոյություն ունեցող էներգետիկ ծրագրերը։ Ադրբեջանը բավական խանդով է մոտեցել հայ-թուրքական այդ արձանագրություններին, եւ Թուրքիան փորձում է ստանալ դրա դիմաց որոշակի զիջումների։ Վերջին շրջանում Թուրքիան սկսել է ընկալվել որպես տարածաշրջանում լարվածության հիմնական օջախ հարևանների նկատմամբ բացահայտ ագրեսիվ վարքագծի պատճառով։ Թուրքիայի հռչակած այն սկզբունքը զրո խնդիր հարևանների հետ, դա ոչինչ է։ Թուրքիան խնդիրները ոչ թե տանում է դեպի լուծման, այլ ավելի է սրում Հայաստան, Սիրիա, Կիպրոս։ Փորձագետի համոզմամբ այս պարագայում Հայաստանը պետք է լինի ոչ պակաս ակտիվ եւ նախաձեռնողական։ Միևնույն ժամանակ հեռու մնալով հայոց ցեղասպանության հարցը հերթական անգամ դիվանագիտական առևտրի վերածելու գայթակղությունից։ Հակոբ Կարապետյան, Հովսեփ Հովսեփյան, IPV